Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Ես կարող եմ հարցումներից խոսեցի փորձով քայլում եք քաղաքացիների ինչ որ ձևով կաշառում եք, որովհետև երբ որ ամբողջ Ես ձեզ դատի կտամ, անձամբ ձեզ դատի կտամ։ Դուք կգաք դատարան եւ ցույց կտաք կաշառելու դեպք։ Տեսեք, պարոն Սիմոնյան, Չէ, լավ չէ, Ռուզաննա ջան, բարձր որ ես ձեզ հարգում եմ եւ դրական եմ վերաբերում եւ ձեր ասացի հետ կապված դատարան չեմ դիմի, բայց չի կարելի այդպես ասել, որովհետեւ այն բոլոր դեպքերում, երբ որ մարդիկ ուղիղ եթերա չէ ամեն ինչ։ Զապիս չի, ուղիղ եթերա չէ։ Այն բոլոր դեպքերում, որ մարդիկ գալիս են նույնիսկ ինչ-որ բան են հարցնում, որը որ գոյություն ունի, մենք նույնիսկ այդ ակնկալիքն ու խոստումը, որը որ կառավարության աշխատանքն է, դրա մասին չենք խոսում։ Մենք դրա մասին չենք խոսում։ Ուղիղ եթերներ կա։ Բերեք հետ կապած խնդիրներին լուծում կտամ։ Ոչ, ասում եմ օրինակները մատնացույց արեք եւ կոնկրետ օրինակ, չէ, տենց օրինակներ չկա։ Ես բոլորին, բայց չեք գնում մի հատ այս ինչ տեղը, բա մի հատ այս ինչ բանը չեք անում, ասինքն այն, որ այսօր 2 տարին արդեն լրացել է, որ որևիցե մարդ չի զոհվում, այտենց վերևից ընկավ, հա, կամ դա պահպանելը վերևից է անգել, հա։ Ես խնդրում եմ ձեզ մի քիչ դուք լուրջ լրատվամիջոց եք ներկայացնում, այլ երկրի նախագահին մի քիչ հարգալից, մի քիչ ավելի լուրջ վերաբերվեք, չի կարելի, դա կոռեկտ չի։ Բայց դուք մոռանում եք, չէ՞ որ մենք այն ժամանակ ունեինք աշխավոր, բայց իսկ ով էր մեր երաշխավորը այդ ժամանակ, կասեք բարձրաձայն։ Չէ, չեմ ասում ինչ եք հիշում։ Ով էր երաշխավորը։ Ասեք այդ բառը։ Ով էր երաշխավորը։ Կարինե ջան, ասա, խոսում ես, խոսա։ Չեմ լսում։ Ռուսաստանը։ Հիմա կա տնտեսական շահեր։ Լսեք, հիմա կա տնտեսական շահեր։ Հենց տրիփը, հենց դրա մասին է, որ էմոցիաներից դուրս, երբ որ կա նաև տնտեսական շահ, կա համագործակցություն, հենց դա է ամենամեծ հաղթանակը։ Երբ որ ասում եք Տրամպը ինչ արեց, որ Տրամպը բերեց հիմնական առիթը, պատճառը, որպեսզի այդ պատերազմը չսկսի, ոչ թե ասեց ես ոդկաս կխփեմ գետնին կամ ես եմ ասում ոնց պետք է լինի, ասեց որ ստեղ շահ կա եւ արեց այն ինչ որ վաղուց մենք ասում էինք, արեց մի բան, որը որ ձեռնտու է Հայաստանի Հանրապետությանը, Ադրբեջանի Հանրապետությանը, տարածաշրջանի մյուս երկրներին, այդ թվում նաեւ Իրանին, որտեղ Իրանը նույնպես օգտվելու է այդ տրիփի հնարավորություններից տնտեսական առումով եւ Թուրքիային եւ սա է Տրամպի արածը, որը որ դուք թերագնահատում եք ու որի համար ես շնորհակալ եմ ու որը որ այո իհարկե, բա տեսեք, չէ, Տրամպը Իրանի համար չէր աշխատում, տնտեսապես այն ապրանքը, որը որ մենք Իրանի հետ մեր սահմանը բաց է եղել եւ բաց է, չէ, տնտեսական առումով մենք առևտուր ունենք, չէ, իսկ մենք այդ տնտեսական առումով այդ ապրանքներից մեր երկիրը չի օգտվելու, թե մեր երկրի միջոցով ենթադրենք Ռուսաստան կամ Թուրքիա ապրանք չի գնալու։ Այսինքն դա նոր շուկա է բացվել Հայաստանի համար, որտեղ Իրանը, ունենալով սահմանափակ հնարավորություններ առևտրի մշտապես, որ վերջի տարիների ընթացքում կարողանալու է իր ապրանքը իրականացնի, բայց չստացվեց, որ օգտակար է։ Սպասի Կարինի հետ հարցազրույց ենք անում։ TV-ին վախենում են ինձ կանչեն, բայց Կարինեն կարողանում Այո, եւ միևնույն ժամանակ բոլոր գործընկերների հետ Կարինե ջան, կարամ ասեմ։ Տեսել ես, որ իրանական ապրանքները եւ իրանացիները գալիս են Հայաստանի Հանրապետություն եւ ապրանքներ է գնում։ Միևնույն ժամանակ Հայաստանի Հանրապետությունը, ով մշտապես հայտարարել է, որ երբևիցե երեխեք լռեք, որը որ երբևիցե չի անի որևիցե քայլ Իրանի Հանրապետության դեմ, մենք այն ապրանքները, որոնց հետ կապված մտահոգություններ կան, այդ մասով բնական է, որովհետեւ առևտուր Իրանի հետ չենք արել եւ չենք անելու, բայց այն մասով, որը որ Իրանը մեր անմիջական հարևանն է եւ մենք գտնվում ենք փաստացի երկու կողմից փակված վիճակում, հա? Եվ Իրանի հետ մեր հարաբերությունները մշտապես ընկալելի է եղել թե եվրոպացի գործընկերների, թե ԱՄՆ գործընկերների հետ։ Դա մեր աշխատանքի մի մասն է։ Դրա համար եմ ասում, տրիփը ձեռնտու է տարածաշրջանի բոլոր երկրներին վերադառնալով ձեր հարցին, այդ դա է կարևոր երաշխիքը, ոչ թե Տրամպը, մարդել կա ասում է, հա Տրամպը 2 տարի հետո ուրիշ նախագահ է ալնելու։
հարգելիներս, դա պրոյեկտներ են, որոնք միջպետական պայմանագրեր են, եւ միջպետական պայմանագրերը ոչ մեկ չի չեղարկում, առավել եւս տնտեսապես ձեռնտու, իսկ դրիպը տնտեսապես ձեռնտու է նաև ԱՄՆ-ին։ Եթե օրինակ Միացյալ Նահանգներ արմատավորված լիներ արդեն թրիփում, այսօր արդյոք Հայաստանը ավելի խոցելի չէր դառնա։ Կներես չհասկացա։ Եթե թրիփի հետ։ Հա, հասկացա, լավ, հա։ Ոչ կարծիք կա, որ հիմա եթե Միացյալ Նահանգները այնտեղ լիներ, գուցեև մեր համար ավելի վատ էր։ Ոչ, որովհետև մենք ռազմական բաղադրիչ եւ բովանդակություն չունենք։ Ինչպես հայտարարեց նաև Իրանի արտաքին գործերի նախարարը, իրենք որևիցե այն երկրների չեն հարվածել եւ իրենց հարևաններին չեն հարվածում, իրենք հարվածում են ռազմական կառույցներին, որոնք կան այդ երկրում։ Հայաստանի Հանրապետությունում որևիցե ռազմական կառույց չկա, եւ ասեմ ավելին, եթե չեմ սխալվում, իրոք չեմ սխալվում, Սյունիքում մենք ունենք նաև Իրանի հյուպատոսություն։ Այսինքն ես չգիտեմ, ինքը կարծում եմ այդ փորձագետը մի քիչ ուռճացրել է։